Հարգելի հեռուստատիտողներ, հեռանկար այսօր հյուրընկալել է ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանին։ Բարև ձեզ, պարոն Բլեյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, սիրով։ Հայաստանում այս երկու օրերին շատ բուռն իրադարձություններ տեղի ունեցան, միանգամից 3 խոշորագույն, կարևորագույն իրադարձություններ Եվրոպական համայնքի գագաթնաժողովը, 8-րդ Հայաստան-Եվրամիություն առաջի գագաթնաժողով և Մակրոնի պետական, այսինքն ամենաբարձրագույն այցը Հայաստան։ Եվ կարծում եմ արդեն կարելի է որոշակի այսպես իմի բերել եւ դրա արդյունքներից խոսել։ Ըստ ձեզ որոնք էին ամենակարևոր արդյունքները այդ 3 իրադարձությունների։ Իհարկե, նախ պետք է փաստել, որ դա իրապես շատ կարևոր ձևաչափերով հանդիպումներ են, միայն այն հանգամանքը, որ այդքան շատ երկրների առաջնորդներ հավաքվում են Հայաստանում, Երևանում խոսելու համար ոչ միայն Հայաստանին վերաբերող կարևոր հարցերը, այլ նաև թարապես եվրոպական մայրցաբաքին, աշխարհին վերաբերող կարևոր հարցեր։ Մենք տեսանք արդեն թե 3 որքան կարևոր հանդիպումներ տեղի ունեցան, թե երկկողմ, թե թարապես Հայաստանին միգուցե չվերաբերող, Ուկրաինայի կողմից, Ուկրաինա-Վրաստան հանդիպում տեղի ունեցավ, այսինքն Հայաստանը դարձավ հարթակ, որպեսզի 21 թվականից ի վեր այդ երկու առաջնորդներն առաջին անգամ վերջապես հանդիպեն։ Եղավ Ուկրաինայի Սլովակիայի հանդիպումը, դա էլ է շատ կարևոր։ Բայց այստեղ իհարկե Հայաստանի իմիջը, այդ visibility ասվածը, տեսանելիության բարձրացումն է, որը շատ կարևոր է։ Նախ պետք է փաստել, որ մոտ 500 լրագրող ամբողջ աշխարհով, հիմնականում եվրոպական մայրցամաքում խոսում են Հայաստան-Երևան, Հայաստան-Երևան, Հայաստան-Երևանի մասին, այսինքն այդ Հայաստան բրենդն է գովազդվում, որը ինքնին թե քաղաքական, թե туриզմի համար շատ կարևոր է Հայաստանի համար։ Մյուս կողմից դա նաև այն սոցիալ հոգեբանական մակարդակում հայերս տարիներ շարունակ մեզ ասել են, որ մենք փոքր ենք, որ մեր ինքնությունը այդ զոհի կերպարն է, որ մեզնից ոչ մի բան կախված չի, ինչ ասում են այն այլ պետք է անենք, չհակադրվենք, ուրիշի շահը մեր շահից գերակա է, եւ մենք տեսնում ենք, որ օրինակ եվրոպական մայրցամաքում, եվրոպացիների հետ հիմնականում մենք կարող ենք իրավահավասար հարաբերությունների վրա դուրս գալ, խոսել մեզնից, իրենք տեսնեն մեր մշակույթը հիմնված չլինի այն վատ էջերի վրա, որոնց հայերս մենք առերեսվել ենք, որովհետև հիմնականում խոսել ենք եղեռնից, եւ դա ցավ է պատճառել, մենք փորձել ենք այդ դրա հիման վրա ներկայանանք, բայց օրինակ Միացյալ Թագավորության վարչապետի խոսքը շատ կարևոր է, երբ նա խոսում էր պատմությունից, մշակույթից, հայերի հին լինելուց, հին մշակույթ ունենալուց, եւ դա շատ կարևոր է։ Դա Բարձ է։ Չեք կարծում, որ ինչ որտեղ թեկուզ շատ փոքր չնչին մասով այս իրադարձությունները մեկը մյուսին ոնց որ թե չասենք ստվերեցին, բայց նշանակությունը նվազեցրեցին, որովհետև շատ կարճ ժամանակում այդ ամենը տեղի ունեցավ։ Ես օրինակ պատկերացնում եմ, եթե այս 3 կարևորագույն խոշոր իրադարձություններ, ասենք 2 ամիսների ընթացքում լիներ, դա շատ ավելի ազդեցիկ կլիներ, բայց մյուս կողմից հասկանալի է, որ զուտ ժամանակագրորեն դա կազմակերպելը բարդ է։ Իհարկե ես օրինակ նախընտրեի, որ օրինակ Եվրոպական միության եւ Ֆրանսիայի նախագահի այցերը առանձնացված լիներ Եվրոպական համայնքի, քաղաքական համայնքի այդ միջոցառումից, սամիթից, որովհետեւ իրապես առաջինը պատմական է, որովհետեւ այդքան մեծ թվով այցելություններ միաժամանակ մենք չենք ունեցել, բացի դրանից եղել են այցելություններ, որ մենք ընդհանրապես չենք տեսել։ Միացյալ Թագավորության վարչապետը, ես չեմ հիշում վերջնական երբ էր եղել, կարծեմ մոտ մի 20 քանի տարի չէր եղել։ Կանադայի վարչապետը եւ այսպես շարունակ։ Բայց այնուամենայնիվ այսօր մենք արդեն տեսնում ենք Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը շուտով այն կավարտվի եւ անհապեր սպասում ենք, թե ինչ տեսք կստանա հայ-ֆրանսիական ռազմավարական համագործակցության խարտիան, իհարկե նաև պետք է նորից հիշենք հայ-բրիտանական
Հարաբերությունների զարգացման մեկ մակարդակ բարձրացումը այն է այդ նույնատիպ խարտիայի ստորագրումը եւ երբ ծանոթանում ես այ խարտիային, տենում ես որ Հայաստանի կենսական շահերին վերաբերող փաստաթուղթ ենք ստորագրել, հռչակագիր ենք ստորագրել, հիմա մնում է արդեն տնային աշխատանք անել, որպեսզի երբ հաջորդ գագաթնաժողովը, որը կլինի աշնանը Իռլանդիայում, մենք արդեն նախաձեռնողական նաեւ ինչ որ ծրագրերով առաջ գանք, որպեսզի Հայաստանը մեկ քայլ առաջ գնա։ Վերադառնալով արդյունքներին, նշվում է Հայաստանի կշիռը, դերը, վարկանիշը, կարևորությունը բարձրացավ, Հայաստանը դարձավ ավելի վստահելի, բայց արդյոք Հայաստանը դարձավ կամ դառնում է այս ամենի արդյունքում նաև ավելի անվտանգ։ Մենք խոսում ենք օրինակ անվտանգությունից եւ միանգամից գալիս են խոսույթը, որ մեզ պետք են երաշխավորներ, գիտեք, կան քաղաքական դիմադիրներ, որոնք շատ են խոսում երաշխավորների ինստիտուտից։ Ես կարծում եմ այն պայմանավորվածությունները եւ այն, որ դեռ պետք է իրագործվի, արդեն իսկ իր մեջ պարունակում են երաշխիք, որովհետեւ այն երկկողմ օրինակ հարաբերությունները, որոնք մենք կարող ենք զարգացնել մեր հարևանների հետ, 4 հարևանի հետ, այդ թվում Ադրբեջանի եւ Թուրքիայի, հենց այդ անվտանգության երաշխիքներից մեկն է։ Այն տնտեսական բազմազանությունը, որ մենք կարող ենք ապահովել, որը նաև ներառված է հայ-բրիտանական համագործակցության խարտիայում, Բուլղարիայի մենք շատ կարևոր նմանատիպ պայմանագիր ստորագրեցինք, հռչակագիր ընդունեցինք։ Իհարկե չի կարելի թերագնահատել Եվրոպական միության հետ մեր ունեցած հարաբերություններով խորացողը, դա թույլ է տալիս անվտանգությունը մեր բարձրացնելը, որտեղ անվտանգությունը դա զուտ սահմանային անվտանգությունը չի, դա զուտ ռազմական անվտանգությունը չի, դա նաև տնտեսական անվտանգությունն է, դա նաև կախվածության նվազումն է կամ մեկ կենտրոնից, այդ դեպքում Ռուսաստանից կախված չլինելը, որ մենք տեսնում ենք այսօրին օգտագործվում է մեր դեմ, մեր Հայաստանի Հանրապետության շահերի դեմ, որովհետև դա հակոտնյա է լինում Ռուսաստանի տարածաշրջանային շահերին։ Այս օրերին ամենաշատ քննարկվածը Զելենսկու այցն էր, կարծիք կա, որ Ռուսաստանին հենց Զելենսկու այցն է այս ամբողջ իրադարձությունների շղթայում ամենաշատը նյարդայնացրել կամ գրգռել, կարծիք կա նաև, որ Հայաստանում էլ ոչ բոլորն են դա միանշանակ ընդունել, որովհետև մարդկանց հաստատ խմբեր կան, հասարակության շերտեր, որոնք շատ լավ հիշում են, թե 2020 թվականի պատերազմից հետո ինչպես Կիևում այդ ցուցապաստառներն էին Բաքվին Ադրբեջանին աջակցող, որտեղ գրված էր, որ նոյեմբերի 8-ը Ադրբեջանի հաղթանակի օրն է եւ այլն։ Ձեր մեկնաբանությունը Զելենսկու այցի հետ կապված։ Նախ այդ ցուցանակների հետ կապված, ես պետք է ասեմ, որ դա SOCAR ադրբեջանական կազմակերպությունն է, որ գործում է Ուկրաինայում, այդ SOCAR-ն էր պատվիրել, իսկ դա գիտեք, որ մասնավոր ցանկություն է։ Բայց դա գաղտնի չի տեղադրվել, չէ՞, վերջո իշխանությունների թույլտվությամբ։ Մենք հենց հիմա կարող ենք նմանատիպ հակառուսական, հակաուկրաինական, հակավրացական, հակահայկական պաստառներ փակցնել, վճարել դրա համար, բայց չեք փակցնում, բայց սա մասնավոր նախաձեռնություն է։ Ես այսա եմ ուզում շեշտել, դա ոչ թե Ուկրաինայի պետության նախաձեռնություն էր, ոչ թե ուկրաինացիների նախաձեռնություն էր, այլ Ուկրաինայում ադրբեջանական կապիտալի, այս դեպքում SOCAR-ի նախաձեռնություն էր, եւ եթե տեսնեք ցուցակափեղկում, ներքևում աչք անկյունում գրված է SOCAR։ Սա շատ կարևոր է ֆիքսել, ընդ որում պաշտոնական հենց Ուկրաինայի կողմից չի եղել շնորհավորանք, բայց մի կողմ դնենք այդ շնորհավորանքները, շնորհավորել նաև Իրանը։ Այսօր մենք բոլորս ցավում ենք Իրանի համար այն ինչ տեղ ունենում, երբ տեղ ունենում այդ պատերազմը, բայց մենք չգիտես ինչի չենք ասում, այ Իրանը շնորհավորեց Ադրբեջանին Արցախյան պատերազմի ժամանակ, նշանակում ենք պետք է ջնջենք Իրանը մեր իշխողություններից։ Ես կարծում եմ պետք է մոռանանք այդ ամենը, կարևոր չէ թե ով շնորհավորեց, ով չշնորհավորեց, կարևոր է թե այսօր եւ վաղը որ պետության հետ համագործակցելն է ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ Միանշանակ կարող ենք ասել, եթե ուկրաինացիները չկարողանային դիմագրավել ռուսական ագրեսիայի առաջիկա 3 եւ 3 ամսվա ընթացքում, 3 օրերի 3 ամսվա ընթացքում, ես չեմ պատկերացնում, որ այսօր կլիներ անկախ Հայաստանի Հանրապետություն, անկախ Վրաստան, անկախ նույնիսկ Ադրբեջան եւ այսպես շարունակ։ Դե բոլորն են խոսում են միջազգային փորձագետները, այդ թվում նախկին ԽՍՀՄ անդամ պետություններից, այդ թվում եվրոպական եւ նույնիսկ Ռուսաստանից ինոագենտներն են խոսում դրա մասին։ Ռուսաստանի հետ կապված իմիջիայլոց շատ մարդիկ կան, հասարակության շերտեր կան, որոնք մտածում են, թե հիմա այս ամեն ինչը եղավ, հիմա տեսեք Ռուսաստանը ինչ է անելու, ոնց է պատասխանելու։ Դուք ինչ որ նման պատասխան, կոշտ Ռուսաստանից ինչ որ գործողություն ակնկալում եք, նաև վերջին իրադարձությունների համատեքստում
ջերմուկի հետ կապված, Wildberries եւ մի շարք երևույթներ տեղ ունեցան հայ-ռուսական հարաբերություններում տնտեսական դաշտի, որոնք մեկնաբանվում են հենց որպես լծակ Ռուսաստանի կողմից կիրառված։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանը միշտ ինչ որ հայկական ինչ որ գործողություններ է անում, հետո գտնում է հետագայում ինչ որ մի պատրվակ եւ նախորդիվ արած այդ հակահայկական գործունեությունը կապում է ապագայում տեղի ունեցածը։ Օրինակ, երբ ասում են թե ինչու տեղի ունեցավ 23 թվականի Արցախի դատարկությունը, իրանք կապում են Պրահայի դեպքերի հետ 22 թվականի, բայց լրիվ են, որ դրանից առաջ արդեն փարուխ հանձնում են Լեռնային Ղարաբաղը։ Երբ խոսում են 20 թվականի պատերազմից, իրանք բերում են 2018 թվականի Թավշյան հեղափոխությունը որպես պատճառաբանություն, այ դուք ընտրեցիք Փաշինյանին, ստացաք պատերազմ։ Բայց օրինակ չեն խոսում, որ 16 թվականի մենք արդեն ստացանք քարոզիա պատերազմ, այնից 3 տարի առաջ մենք ընտրեցինք Եվրասիական տնտեսական միությունը, այդ ժամանակ Մաքսային միությունը։ Մենք չընտրեցինք ուկրաինական ճանապարհը կամ վրացական կամ մոլդովական ճանապարհը։ Մենք ընդունեցինք ռուսական ճանապարհը եւ 3 տարի անց ստացանք պատերազմ։ Իսկ դրանից առաջ ինչ տեղ ունեցավ։ Դրանից առաջ տեղ ունեցավ 5-ից 10 միլիարդ դոլարի վաճառք, հարցակողական զենքի վաճառք Ադրբեջանը։ Այն ժամանակ մենք ինչ էինք արել։ Իսկական մեզ միշտ փորձում են պահել այդ Ստոկհոլմյան սինդրոմի շղարշի ներքո, որ մենք մեզ մեղադրենք։ Իրականում այն ինչ էլ մենք անենք հանուն Հայաստանի Հանրապետության շահերի, այսպես թե այնպես դառնում է հակառուսական։ Ասենք ընտրությունների թեմային, կարծիքը այնպեսին է, որ այս իրադարձությունները Երևանում տեղի ունեցած ինչ-որ կերպ ազդեցին կամ դեռ ազդելու են եւ նախընտրական շրջանի զարգացումների եւ հետագայում նաեւ ընտրությունների հարցումների վրա։ Դուք այդպես կարծում եք, ինչ-որ քաղաքական ուժերի դիրքերը ամրացան, այս ամենից հետո որոշներին թուլացան։ Բնականաբար, որ այնինչ տեղի ունենում, դա օգտագործվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից եւ դա տրամաբանական է, որովհետեւ իրենք են դա արել, բայց ես կարող եմ ասել օրինակ Եվրոպական միության ուղղությամբ մենք օրինակ շատ գործ ենք արել, որովհետեւ օրինակ ես անձամբ Եվրաքվեի նախագծի այդ 50 քանի անդամներից մեկն եմ եղել եւ մենք ենք նախաձեռնել օրինակ ներկայացնում եք հանուն հանրապետության այո, հենց դա եմ ասել, օրինակ վարչապետն այսօր ասաց, որ քաղաքասարակության ներկայացուցիչներն են եղել, բայց իրականում քաղաքասարակության եւ 3 արտախորհրդարանական կուսակցություններն էին հիմնականում նաեւ ֆինանսավորողը, որպեսզի այդ ամբողջը տեղի ունենա եւ մենք օր ու գիշեր հավաքել ենք ստորագրությունները, խոսել ենք մարդկանց հետ, որպեսզի այնինչ այսօր տեղի ունենում, տեղի ունենա։ Բայց դե դուք այդ կան հայտնի չեք, ձեր ձայնը այնքան լսելի չէ, ինչքան իշխանությունների կամ իշխանական քաղաքական։ Իրենք այդ դրոշակը վերցրեցին մեր ձեռքից, գնացին առաջ, մենք ասացինք խնդիր չկա, գնացեք առաջ, մենք թե դա լինի հանուն Հայաստանի Հանրապետության։ Մենք խնդիր չունենք, մենք թե հասցրեք այդ ամենը։ Ընդդիմություն է իշխանություններին կամ իշխանական քաղաքական ուժին։ Նայած որ ոլորտներում, շատ ոլորտներում մենք միանման ենք մտածում, բայց գործնական առումով մենք ունենք մարտավարական եւ ռազմավարական տարբերություններ։ Օրինակ, եւ սա է խնդիրը, որ օրինակ մեր հասարակության մոտ տպավորություն կա, որ եթե դու ընդդիմություն ես, ապա դու անպայման պետք է ընդդիմանաս ցանկացած բան, ինչ անում իշխանությունը, այդպես չէ։ Այսինքն մասնակի ընդդիմություն եք իշխանությունների համար, բայց ավելի այսպես մեծ ընդգրկուն ընդդիմություն եք պրոռուսական ընդդիմության համար։ Հիմա օրինակ եթե իշխանությունն ասում է, որ մենք կողմ ենք, որպեսզի Հայաստանը դառնա Եվրոպական միության անդամ։ Հա մենք էլ ենք կողմ, բայց մենք այնտեղ տարաձայնություններ ունենք, որովհետև իրենք դա կապում են Վրաստանի անդամակցության հետ։ Մենք ասում ենք դրա հետ կապ չունի, որովհետև առաջին քայլը դա ոչ թե անդամակցություն է, անդամակցությունը չգիտեմ 5-10 տարվա հետոյի բանն է։ Այսօրվա գործը դա արդեն ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն է։ Այնինչ 2013 թվականին զենքը դրել էին մեր գլխին եւ ասացին հանկարծ չստորագրես, մենք էլ չստորագրեցինք։ Այս սրանից մենք պետք է խոսենք եւ կապ չունի, որովհետեւ Վրաստանը արդեն իսկ դրա անդամ է, Թուրքիան է դրա անդամ, հա, մի փոքր այլ տարբերությամբ։ Այ մենք այստեղ ենք խոսում, որ ասում ենք մի րոպե, մի կապեք սա Վրաստանի հետ, որ չգիտես երբ ինչ կլինի։ Մենք գործեր ունենք անելու, մենք քայլեր ունենք անելու։ Եվ դուք ինքներդ եք խոսել, որ հաջորդ տրամաբանական քայլը դա DCFTA-ի նույն ինքը ազատ առևտրի համաձայնագրի վերաբանակցումն է լինելու։ Խնդրեմ, գործեք եւ այսպես շարունակ։ Եթե իշխանությունը ասում է մենք կողմ ենք խաղաղությանը, մենք ինչ ասենք, մենք դեմ ենք խաղաղությանը։ Մենք էլ ենք դեմ խաղաղությանը, բայց ինչ որ ածականներ անտրամաբանական չեն կպցնում ուժեղ,
արժանապատիվ, ոտը ոտքի գցած, կողքի վրա պարկած, դե կներեք էլի կամ խաղություն կա կամ չկա։ Այսօր ներկայացում է ձեր նախընտրական ծրագիրը, երկու բառով հիմնական ուղղությունները, հիմնական ուժը այդ ծրագրի, այսինքն ժողովուրդը ինչ պետք է լսի այդ ծրագրից եւ որոշի ընտրել ձեզ։ Մենք գալիս ենք ընդդիմափոխության ծրագրով։ Մեզ համար կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային ժողովում լինի ընդդիմություն, որն ինքնիշխան է, որը կախված չէ այլ երկրի շահերից։ Այսինքն դուք իշխանության չեք հավակնում եք որպեսզի լինեք ընդդիմություն խորհրդարանում։ Մենք չենք խափում մեր ընտրողներին, մենք հասկանում ենք, որ այսօր քաղաքացիական պայմանագիրը ունի մեծամասնություն եւ ամենայն հավանականությամբ չեմ կարող 100% վստահությամբ ասել, բայց ամենայն հավանականությամբ իրենք կլինեն հաջորդ իշխանությունը։ Մենք մնացած ընդդիմադիրների պես չենք գալիս եւ ասում ժողովուրդ ջան, մեզ ընտրենք, մենք հեսա գալիս ենք իշխանություն վերցնենք։ Մենք գալիս ենք իշխանության ընդդիմադիր հատվածը վերցնենք, որովհետեւ ընդդիմությունը նույնպես իշխանություն է։ Ընդդիմությունը այլընտրանքային իշխանություն է։ Եվ եթե դու իրապես ուզում եք, որ իշխանափոխություն լինի, բայց իշխանափոխություն չլինի նախկիների տեսքով, ապա պետք է լինի սկզբից ընդդիմափոխություն, որպեսզի այդ ընդդիմությունը հնարավոր հաջորդ իշխանությունը լինի։ Եթե հավատանք Գելապի վերջին հարցումների արդյունքներին, ձեր կուսակցությունը շանսեր չունի խորհրդարանում հայտնվելու։ Հավատանք Գելապին։ Դե Գելապին կարող ենք $1500 փող վճարել, մեր անունը կդնի 3-րդ տեղում, 4-րդ տեղում։ Գելապին եկեք չցի չունեք այդքան գումար, որ մենք ցանկություն չունենք այդպիսի գործարքների գնալ Գելապի հետ։ Գելապը կարող ենք նախորդիվ իրենց բերած ցուցանիշները նայել եւ համեմատել իրականության հետ եւ տեսնել թե իրենք ինչով են զբաղված։ Այդպիսի համեմատությունի դեպք կար, եթե չեմ սխալվում, Ալեն Սիմոնյանն էր արել 2021 ընտրությունների հետ կապված կանխատեսումները ոչ մի առնչություն չունեցան վերջնական արդյունքների հետ։ Համենայն դեպս ինչպիսի ընտրություններ, ինչպիսի ընտրապայքար եք ակնկալում եւ ինչպես եք տեսնում Ռուսաստանի այդ դերը գործոնը այդ ընտրություններում, որովհետեւ այդ մասին շատ է խոսվում եւ նաեւ ֆինանսական միջոցների, որոնք ուղղում են Հայաստան։ Ամենայն հավանականությամբ թեժանալու է եւ դա կապված չէ Վլադիմիր Զելենսկիի այցելության հետ։ Ես վստահությամբ եթե ոչ տեղի ունենար, ոչ գագաթնաժողովը, ոչ որևէ այլ ձևաչափ Ռուսաստանը գնալու էր մեկ այդ քայլերի, որովհետեւ իրենք այլ պատկերացում չունեն։ Եվ այստեղ է շատ կարեւոր, որպեսզի մենք կոնկրետ նշենք այն մարդու անունը, ով մեղավոր այն ահլավերիկների մեջ, ինչի միջով մենք անցանք, դա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն է։ Դա շատ կարեւոր է ֆիքսել։ Եվ մեր համար շատ կարեւոր է, որպեսզի 26 թվականի ազգային ժողովում լինեն դեմքեր, լինեն գործիչներ, ովքեր ազատ կարող են խոսել դրա մասին, որպեսզի իշխանությանը նաև պարտավորեցնեն գնալ քայլերի, որոնք բխում են արդեն Հայաստանի Հանրապետության հարատևության տեսլականից։ Ոչ թե մտնենք միութենական պետություն, ոչ թե հողերը հանձնեցի, ոչ թե դու թուրք ես, դու ռուս ես, դու սրա ագենտն ես, դու նրա ագենտն ես։ Այդ Գողփիսո Քաչարշուն ձևաչափից պետք է վերջապես Հայաստանի Հանրապետության ընտրողը դուրս գա։ Ես ճիշտ եմ հասկանում, որ եթե ձեր քաղաքական ուժը կարողանա անցնել խորհրդարան եւ հանրահաշտության դեպքում պետք լինի կոալիցիա կազմել, ասենք իշխանության ներկայացուցիչներին, իշխանական քաղաքական ուժի ԿՊ-ի հետ դուք դա կանեք եւ հանրահաշտություն լինի, չլինի, չեք կազմի կոալիցիա պրոռուսական ընդդիմության հետ։ Ես իրենց ոչ թե պրոռուսական եմ անվանում, այլ ռուսական ընդդիմություն։ Տարբերեմ այդպես եմ, որովհետև միշտ ասում են կա հայաստանյան, չգիտեմ, ընդդիմություն, որը պրոռուսական չէ, եւ կա խիստ ընդգծված պրոռուսական ընդդիմություն։ Դե չեմ պատկերացնում, որ որևէ այդպես ոչ խիստ ընդգծված ռուսական, պրոռուսական ընդդիմությունը կարող է իրապես իրականում իրենք թաքնված լավել այնց ռուսամետ ընդդիմություն են կամ քաղաքական կազմակերպություն, մենք ունենք մեր նպատակները։ Մեր նպատակներն են, որպեսզի օգոստոսի 8-ը օր առաջ սկսի գործել, որովհետև մենք կարևորում ենք այդ խաղաղությունը եւ փոխկապակցված համագործակցությունը թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափով։ Մեր համար կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը փուլային սկսի ԵԱՏՄ-ից դուրս գալ եւ սկսի վերաբանակցել DCFTA-ը նույն 5000 տարեվերի համաձայնագիրը Եվրոպական միության հետ։ Մեզ համար կարևոր է, որպեսզի հայ-հնդկական հարաբերությունները ել ավելի զարգանան եւ սերտանան, որտեղ մենք հասկանում ենք, որ այդ ուղղությամբ նա է մեր հիմնական գործընկերը, եւ մեր համար կարևոր է այդ կիսատ-պռատ ռեֆորմները, որոնք մեր աչքի առջև կան, որպեսզի դրանց ուժութապ ստանան։ Դա ամենակարևորը, որտեղ եթե ինստիտուցիոնալ մակարդակով մենք չկարողանանք այդ ամենը անել, ում են պետք այդ բոլոր հանդիպումները, որոնք տեղի ունենում։ Մեզ պետք չէ ինչ-որ նկար, որոնք մենք ստացանք երեք։
մեզ պետք է նկարի տակ կոնկրետ ինստիտուցիոնալ առաջնահերթություններ, որոնք կգործվեն, եւ դրա համար է պետք որպեսզի ազգային ժողովում լինեն դիմություն, որը իշխանությանը կբռնի եւ կասի արեք, եւ մասը կկազմի նաեւ այդ ամենի։ Շնորհակալություն լավ զրույցի համար։ Այսքան արգել հեռուստատոներ, մեր հյուրն էր ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանը։